Կպականները ուղերձներ են հողում։ Նիկոլը գրում է. յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում։ Զոհվածի հարազատը հարց է տալիս. քո ընտանիքի անդամին այդպես հեշտ կզոհեիր, ոնց որ իմ երեխուն ու հետո ասեիր, կարող էր եւ չզոհվել, ուղղակի զոհվեց, որ ինձ չասեն դավաճան։ Որդեկորուս հայրը Նիկոլի ասելիքի իմաստը հասկանում է այնպես, որ մեր ազգի զավակներն ընկել են, որ քպական գործարարը Ադրբեջանից բենզին բերի։ Նիկոլի ազգային ժողովի նախագահն ասում է, խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք ապրել։ Կիսատ է ասում, պետք է շարունակել։ ՔՊ-ն պետք է շարունակի լավ ապրել, միլիոններով պարգևավճար ստանալ, պետբյուջեի հաշվին ամիսը 3 երկիր գնալ իր համար բացահայտելու։ Այ դա են անում։ Ուղղակի լավ կլիներ պարզաբանեին այդ ամենը անելու համար իրենց խանգարում էր 5000 երիտասարդ կյանք։ Վաղ առավոտից ոստիկանական զորքերը, ոստիկանական գվարդիան տարվել էին եռաբլուր, որ հսկեն Նիկոլը գնաց ծաղիկ դնելու իր կողմից մահվան տարվածների շիրիմներին։ Անգամ դիպուկահարներ էին տարել, բայց եռաբլուրում հերթապահում էին զոհերի հարազատները, ասում էին եկել ենք հսկենք, որ Նիկոլը չփխցի մեր զավակների շիրիմները։ Նրանք արդեն 5 տարի է իրենց զավակների շիրիմները փորձում են պաշտպանել այս իշխանությունից ու համարում են գլխավոր մեղավոր իրենց որդու զոհվելու համար։ Ժողովուրդը համարում է, որ որքան Հիտլերը իրավունք ունի այցելելու հոլոքոստի զոհերի հուշարձանին, Թալյաթը ցեղասպանության զոհերի հուշարձանին, նույնքան էլ Նիկոլը եռաբլուր։ Նա գնացել էր սգալու նույն այն զինվորների հիշատակը, ում ծնողներին իր հրամանով եռաբլուրից քարշ էին տալիս։